մասնակցում եք Ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին։ Կխնդրեմ նշեք, թե այս ընթացքում ինչքանով եք հետևել, ինչ տպավորություններ ունեք Ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավից եւ ինչպես է գնահատում կուսակցության հնարավորությունները, շանսերը։ Գիտեք, ես այսօր մասնակցում եմ այո Ուժեղ Հայաստանի կուսակցության կազմակերպած այս հանրահավաքին, նախընտրական խոսքի վերջնական հանրահավաքին, բայց մենք բոլորը դիմադիր են իրեք ուժը որ կա, այդեն հանրահավաքին պիտի աջակցենք բոլոր առաջնորդներին, որովհետև սա ընտրություն չի, ընտրություններ չի, այլ ընտրություն է։ Ամեն մի հայ իր ներգրավվածությունով, իր մասնակցությունով ցույց է տալիս պատրաստականությունը, որ ներկայիշխանությունը ստիպելով, ներկայիշխանությանը վռնդելով, որ ունենք մենք բոլոր հնարավորությունները։ Ես ձեզ վստահեցնեմ հաշվի առնելով այսքան բազմահազար ներգրաված մեր հասարակության, մեր հայազգի ներկայությունը, դա բառապացույց է, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չի ներընտրվելու։ Եթե չփոխեն, եթե կեղտոտ գործողություններ չիրականացնեն, հայազգի այսօրվա պարագայում ցույց է տալիս իր իրական դիրք որոշումը, հայ լինելու, հայ ապրելու իրավունքը, ու բացի դրանից մեր կրոնական պատկանելիությունը հազարամյա տարիների դրա որպես մենք ժառանգորդող, որ շարունակական լինի այդ պայքարը։ Ես վստահ եմ, որ մեր ազգը վերածնվել է, մեր ազգը ապրում է հիմի ներկայիս զարթունքում, ու ես գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանի նախագծին չի հաջողվի ժողովրդի շեղի, չի հաջողվի ժողովրդի խաբի սուտ խոստումներով, որի հիման վրա ես որպես արցախցի մենք դարել ենք նրանց զոհ։ Արցախցիները ցավալի օրինակ են հայ ազգի համար, ու մենք չպիտի թողենք, որ հայ ազգը չպիտի կրկնի արցախցիների ճակատագիրը։ Մենք պիտի նորից վերածնվենք, մենք պիտի նորից ցույց տանք համայն աշխարհով, որ մենք հզոր ազգ ենք, որ մենք իրավունք ունենք այս տարածաշրջանում դեր կանգնել մեր իրավունքներին։ Արցախայությունը ինչ հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում սպասվելիք ընտրություններով, ինչը սպասելիքներ ունի։ Ամենակարևորը արցախահայությունը իր վստահությունը ընդդիմադիր դաշտում ներկայացված իր այդ առաջնորդներին, որ արցախահայության այդ վերադարձի հարցը չի փակվելու, որ արցախահայության իրավունքները առաջնայինելու, ու բացի դրանից այդ ժողովրդի ցավից, այդ իրավիճակից հայտնվելով այդ ծանր իրավիճակում խոսքի դեր են կաղնելու, ու այդ դեր կաղնելու, որ մենք հայ ազգի հետ միասին համախմբված մնացած հաջորդական հաղթանակների միասնական գնալու են գրանցենք։